Բարև ձեզ։ Բաքվում պահվող հայերը զանգահարել են իրենց հարազատներին, ընտանիքներին եւ ասել, որ վատ են։ Միջազգային կարմիր խաչը չի գործում։ Դատավարությունները փակ են, դատավճիռները կանխորոշված։ Այսօր կփորձենք հասկանալ, սա իրավական հարթության մեջ է, թե արդեն մարդկային կյանքերի փրկման հետ գործ ունենք։ Մեզ հետ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանն է, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի եւ այս անչափ կարևոր թեման կրկին ակտուալ պահելու համար։ Եվ այսպես, երբ գեյները զանգահարում եւ իրենց հարազատներին ասում են, որ վատ են, սա օգնության կոչ է, թե արդեն կարող ենք ասել ուշացած ահազանգ։ Ըստ էության շատ հարցերում է սա ուշացած ահազանգ, ինչու, որովհետև պետք չէր ուղղակիորեն այդ մեկ զանգը ստանալ, որպեսզի մենք հասկանայինք, չէ, ինչպիսի խնդրի եւ ինչ ճակատագրական հետևանքների հետ մենք գործ ունենք, որովհետև ամիսներ արդեն տարիներ շարունակ գտնվելով անազատության մեջ, պահվելով այդ պայմաններում, առավել քան պարզ էր, թե ինչ ռիսկեր կան կյանքի առողջության հետ կապված ինչպիսի խնդիրների են մեր հայրենակիցները առնչվում։ Բայց այստեղ պիտի ուշադրություն դարձնենք այս մեկ դրվագով զանգի եւ դրանից հետո զարգացումների առնչությամբ այն հանգամանքին, որ ըստ էության երկարատև ժամանակ Բաքվում պահվող մեր հայրենակիցները զրկված են եղել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչու, որովհետեւ բոլորս գիտենք, որ մի քանի ամիս առաջ, շատ կարճ ժամանակ առաջ էր, որ Բաքվում փակվեց Կարմիր խաչի գրասենյակը, սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել եւ Բաքուն այսպես ասած խոսք էր տվել, որ երկխոսությունը Կարմիր խաչի հետ կշարունակեն եւ այն հանգամանքը, որ կենտրոնական գրասենյակի Ժնևի կողմից ուղղակիորեն արդեն այդ հոգ այցելությունը կազմակերպվեց դատապարտված անձանցից մեկի հետ եւ նաեւ այդ խոսելու հնարավորությունը ընձեռնվեց, ցույց է տալիս, որ ըստ էության նույնիսկ թեպետ եւ ձևական, բայց այդ երկխոսությունը կա, հա, ինչպիսի շարունակություն կլինի եւ բովանդակությունը ինչպիսին է, չեն կարող ասել, ցավոք սրտի, որովհետեւ Կարմիր խաչը ինքնին որոշակի սահմանափակումներով եւ ուրույն իրեն բնորոշ սկզբունքներով է գործում, բայց երևույթը, որ վերջապես շաբաթներ, ամիսներ լրությունից հետո հնարավորություն ունեն ընտանիքի հետ կապ հաստատել, դա բնականաբար շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Վագիվ Խաչատրյանի հետ մենք լսեցինք վերջին օրերին շատ ցավալի զարգացումներ առողջության հետ կապված խնդիրների հետ կապված եւ հենց իրեն է այդ այցելությունը նաեւ տեղի ունեցել, թե ինչպիսի խնդիրներ կան, ցավոք սրտի մենք չգիտենք եւ սա կրկին ապացույց է այն մասին, որ մեր հայրենակիցները գտնվելով անազատության մեջ պահվում են այնպիսի պայմաններում, որ զրկված են արտաքին աշխարհի հետ կապված որևէ հնարավորությունից, չկա որևէ մոնիտորինգային անկախ գործող մեխանիզմ, որը հնարավորություն կտար պարբերաբար, գնահատել ոչ միայն պահման պայմանները, այլ առողջության վիճակը, ինչպիսի ռիսկեր կան, ինչպիսի հանգամանքներ, բայց այնուհանդերձ այս վերջին զարգացումը գոնե հոգեբանական առումով ընտանիքին էլ եւ իրենց էլ ինչ որ չնչին դրական զարգացում է, որը սակայն վեր է հանում այն լուրջ խնդիրները, որոնց մասին խոսել ենք։ Տեսեք, Ադրբեջանը նորից երկարաձգում է եվրոպական դատարանին պատասխանելու ժամկետը։ Սա տակտիկական քայլ է, թե պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Գիտեք, հաշվի առնելով երկար տարիներ տարբեր հարթակներում եւ դատական եւ ոչ դատական հարթակներում, հա, Ադրբեջանի գործելավոճը կարող ենք ասել, որ եւ կարող է դա լինել եւ տակտիկական եւ այլ պատճառներ է կարող ունենալ, որովհետեւ բնականաբար ձգձգումները առաջին հերթին իրենց են օգուտ, տարբեր, հա, բյուրոկրատական դրսևորումներ ցուցաբերելով կարող են ձգձգել, բայց մյուս կողմը անձը, ով զրկված է այդ ազատությունից, որոշակի հնարավորություններից, փաստաբանական կողմը իրենց այստեղ գործող, հա, կամ ընտանիքը ռեալ մյուս կողմն է այդ հնարավորությունները կորցնում։ Ադրբեջանի պարագայում բնականաբար տակտիկական պահնել կարող է լինել, որովհետև ձգձգելով ֆորմալ առումով խոստանալով, որ ինչ որ ինֆորմացիա կտրամադրեն, բայց ժամկետը հետաձգելով, հա, կիրազեկեն, բայց ձգձգելով, սա հոգուտ իրենց է այդ ժամանակ աշխատում եւ ոչ թե այն անձանց, ովքեր պահվում են իրենց վերահսկողության ներքո։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդները
դիմել են Հռոմի Պապին, այդ կոչը մենք ինչպես կարող ենք ընկալել, սա խորհրդանշական է, թե կարող է որոշիչ որևէ բան փոխել այս հարցում։ Չեմ կարող ասել ինչ ազդեցություն կարող է ունենալ, որովհետև այս ամիսների այս ժամանակահատվածում տարբեր հարթակներից կոչեր, նամակներ։ Ես ինչու եմ սա ասում, որովհետև տպավորություն է, թե դիվանագիտական բոլոր քայլերը արդեն այլևս ձախողված են եւ վերջին հույսը մնացել է եկեղեցին։ Ես այս հարցին մի քիչ այլ ձևակերպում կանդրադառնամ, ոչ թե հարթակները ձախողված, այդ հնարավորությունները ձախողված լինելու բնդումից, այլ եկեք մենք դիտարկենք, տեսնենք հայկական կողմից պետությունը, որի քաղաքացիներ, որի պաշտպանության ներքո են գտնվել մեծ հաշվով այդ անձինք եւ ռազմաքաղաքական վերնախավար եւ քաղաքացիական անձինք եւ զինվորականներ այս ժամանակահատվածում ինչ քայլեր է ձեռնարկվել, որոնք կարող ենք որակել որպես ձախողված, հա։ Մինչև ձախողված որակելը ես ավելի շատ կուզեի փորձենք հասկանալ առհասարակ բավարար եղել են այն բոլոր քայլերը, որոնք պետությունը ձեռնարկել է։ Եղել են բավարար։ Եվ այս առումով ցավոք սրտի պիտի մտահոգություն հայտնենք, որ բնականաբար ինչ որ քայլեր ձեռնարկվում են, շատ հաճախ մեզ ասում են, որ պարտադիր չէ, որ ամեն ինչ հրապարակային լինի, բաց լինի, ինչ որ process-ներ կան, բայց ժամանակը հոսում է, արդեն տարին հերթական անգամ պտտվում է եւ մենք արձանագրում ենք, որ ցավոք սրտի անձինք շարունակում են գտնվել անազատության մեջ առանց որևէ հեռանկարի, թե որ պահին ինչ զարգացում կլինի։ Եթե դիվանագիտական խողովակները փորձեն գնահատել ինչպես են աշխատել, օրինակ մի կարևոր հանգամանք, որ մենք որպես իրապաշտպաններ, քաղաքացիական հասարակություն գործընկերների հետ շարունակ առաջ էինք տանում, ադվոկացիա էինք անում միջազգային գործընկերներին, նաև խնդրելով, առաջարկելով, որպեսզի այդ հնարավորությունը ընձեռներ, երրորդ որևէ կողմ պետություն կարողանար այդ դատական նիստերը մշտադիտարկել։ Եվ այստեղ գիտեք շատ մեծ տարբերություն կա մասնավոր շրջանակների կողմից այդ խնդրանքը առաջարկը գնում, թե պետությունը ինքն է քայլեր ձեռնարկում, որպեսզի այդ հնարավորությունը արվեր, հա։ Օրինակ, ինչ որ X պետություն, որը բարեդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի պետության հետ, կարող էին բավարար ավելի շատ, հա, ջանքեր գործադրելով հասնեինք նրան, որ միգուցե գոնե այդ դատավարություններին ինչ որ մի ձև մասնակցություն լիներ, հա, որովհետև դա շատ կարևոր է, իսկապես շատ կարևոր է, հակառակ դեպքում ինչ որ շատ բացասական զարգացումից հետո տևական ժամանակ անց, որը օրինակ Վագիվ Խաչատրյանի առողջության հետ կապված վատթարացումներ կամ լուրերից տեղեկանալով, որ արդեն ինչ որ թվով անձանց դատախազը պահանջել է նաև ՑՄ ազատազրկում, այդ այսպես կոչված աղմուկը բարձրացվում է, որոշակի մտահոգություններ են տեղի ունենում եւ հետո էլի ալիքը լռում է։ Սա նորմալ չէ կարծում եմ եւ պետությունը ինքը պետական ապարատը իր տարբեր խողովակներով եւ դիվանագիտական, ինչու՞ չէ նաեւ համագործակցելով այն հասարակական կառույցների հետ, որոնք կարող էին այդ աշխատանքը ավելի ինտենսիվ տանել, լավ գիտակցելով, որ պետությունը նույնպես այդ ճանապարհը փորձում է գնալ, որոշակի ջանքեր է գործադրում, հա, միգուցե արդյունքը այլ լիներ եւ գոնե ես նվազագույնն եմ ասում, լիներ ինչ որ կառույց, ինչ որ պետության անունից եկող կամ պետության ներկայացուցիչներ, երրորդ երկիր կրկին պիտի նշեմ, որը կարողանար գոնե այդ մշտադիտարկումը դատավարություններին իրականացնել։ Ինչու՞, որովհետև բոլորս գիտենք, չէ, սա առաջին անգամ չենք ասում, արդեն ակնհայտ է սա ճշմարտություն, որ զրկված են հայրենակիցները մեր այնտեղ նույնիսկ պաշտպանության իրավունքից, արդար դատաքննության իրավունքը որպես այդպեսին չի գործում, հա, որևէ երաշխիքներ չկան, պաշտպանության իրավունքը իրենց լսված լինելու իրավունքը շատ ձևական է, միջնորդություններ կատարել, ապացույցներին ծանոթանալ, արդյոք լեզվի մատչելիության խնդիրը կա, այդ բարիերը հաղթարվում է եւ այլն, մի շարք հանգամանքներ, որոնցից նրանք պարզապես զրկված են, եւ այս process-ը որպես այդպեսին ինքը իրավական չէ, հա, դատավարությունները, այլ քաղաքական process է, որը ուղեկցվում է պատժիչ էլեմենտներով։ Տեսեք, Լեմկինի ինստիտուտը եւս դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, Միացյալ Նահանգները լծակներ ունի զսպման առումով կամ միգուցե պարտադրանքի առումով, որ Բաքվին կարողանա թելադրել ինչ որ մի բան անել այս հարցում։ Ունենք մենք օրինակ process խաղաղության պայմանագրի ստորագրման, տեքստի նախաստորագրման։ Եթե այդ process-ում, հա, այս կարևոր հարցերը չեն բարձրաձայնվում նաև ինչու՞ չէ որպես նախապայմաններ ինչ որ չափով,
հույս ունենալ, որ ինչ որ կետի X երկրի նախագահը կամ ինչ որ մեկ այլ մարմին ավելի շատ մեծ հետաքրքրություն պիտի այս հարցին ցուցաբերի, քան այն պետությունը, ում քաղաքացին հանդիսանում են անազատության մեջ գտնվողները, կարծում եմ փոքր ինչ նաիվ է եւ մենք վերջապես պիտի գիտակցենք, որ առաջին հերթին հենց պետությունն է իր ողջ ապարատով, որը պիտի պատասխանատվություն ստանձներ, այո, նաեւ օգտագործելով X պետության նախագահի հայտարարությունը, հետևողական լինելով այդ հայտարարություններին եւ ես էլի պիտի կրկնեմ, օգտագործելով նաեւ այս խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր նախաստորագրման process-ները որոշակի արդեն մեր շահերից բխող նաեւ պայմաններ առաջ տանելու համար։ Բայց օբյեկտիվորեն եկենք գնահատենք այն իրականությունը, որ մենք ունենք։ Մենք փակում ենք հերթական տարին, ունենալով մի շարք խնդիրներ եւ ամենակարևորը ունենալով 20-ից ավել, մասնավորապես 23 հայրենակիցներ, ովքեր շարունակում են գտնվել Բաքվում, զրկված լինելով իրենց կյանքի առողջության երաշխիքների հետ կապված հնարավորություններից եւ ամենակարևորը լինելով մի կեղծ process-ի մեջ դատավարական, որը պիտի կրկնեմ նորից իրավական չէ, այլ քաղաքական է, որը ուղեկցվում է նաեւ պատժիչ էլեմենտներով։ Կա արդյոք կարմիր գիծ այս խնդրում, որ պետք է խոսել ոչ թե իրավունքների, այլևս պետք է խոսել մարդկանց կյանքերը փրկելու մասին։ Միանշանակ եւ այդ կարմիր գծերը ցավոք սրտի ես կարծում եմ նույնիսկ հատվել են, որովհետեւ եթե մենք ունենք անձինք, ում առողջությունը վատթարանում է, վիրահատության հարցի առաջանում, բայց մենք այսօր օրեր անց չունենք տեղեկություն բավականաչափ թե ինչ է տեղի ունեցել եւ վաղը ինչ է տեղի ունենալու անձի հետ, բնականաբար մենք խոսում ենք արդեն կյանքերի մասին։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանի հետ։ Սա անցնող տարվա վերջին թողարկումն էր։ Անցած ավելի քան 3 ամիսների ընթացքում մենք հասցրեցինք խոսել հանրության համար կենսական եւ կարեւոր թեմաների մասին, որոնք բազմաշերտ են եւ շարունակական։ 2026-ում կշարունակենք մեր զրույցները եւ միգուցե այդքան կարեւոր խնդիրներից որոշները կստանան իրենց լուծումները նաեւ մեր քննարկումների շնորհիվ։ Շնորհակալություն 2025 եւ բարի գալուստ 2026։